Այդեմյա ֆրանսիական կոնսորցիումը Հայաստանում կիրականացնի կենսաչափական համակարգի ներդրման գործընթացը։ Ներքին գործերի նախարարության հայտարարած մրցույթի արդյունքներով հենց նա է հաղթող ճանաչվել, ընդհանուր հաշվարկով հավաքելով 94,97 միավոր, թեև մրցակից գերմանական ընկերության միավորների տարբերությունը ևս մեծ չի եղել։ Հայտատուների համար սահմանված կարևոր պահանջներից է եղել ունենալ որևէ պետությունում նմանօրինակ ծրագրի ապացուցելի երկու ամբողջական փորձառություն։ Ըստ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետի երկուսն էլ ներկայացրել են արժանապատիվ եւ որակյալ առաջարկներ։ Պայմանագիրը 470 պահանջ բովանդակող հավելվածով հաստատվել է 2023 թվականի դեկտեմբերին կառավարության որոշմամբ, իսկ հոկտեմբերի 8-ին հայտարարվել է մրցույթը։ Գնահատման փուլն իրականացրել է ներքին գործերի նախարարից եւ այլ կառույցների ներկայացուցիչներից կազմված միջգերատեսչական հանձնաժողովը։ Կամ միայն գնի վրա հիմնված մրցութային ձևաչափ մենք ընտրել ենք որակին համամասնությունը, որտեղ որակի կշիռը 70% է, գնինը 30% եւ միայն որակի, այսինքն տեխնիկական առաջարկի ամփոփումից հետո մենք ամփոփեցինք, թե որ հայտատուի գնային առաջարկը պետք է բացենք։ Հայտատուներից երկուսն էլ հաղթահարեցին տեխնիկական առաջարկի փուլը եւ բացվեցին իրենց գնային առաջարկները մարտի 26-ին։ Այստեղ շատ բան չկար անելու, ընդհանրապես արդեն իսկ մշակված գնահատման մեթոդոլոգիայի աղյուսակում տեղադրում էինք առաջարկված գները եւ ավտոմատացված տարբերակով մեխանիզմը հաշվում է, թե ով հաղթեց։ Իսկ ինչ է առաջարկում հաղթող ընկերությունը։ Հանրապետությունում կգործեն 23 գրասենյակներ, որոնցից 3-ը կլինեն Երևանում, հասանելի վայրերում, կունենան զարգացած ենթակառուցվածքներ, ներառյալ խաղահրապարակներ, ինքնասպասարկման տերմինալներ, առաքման արագացված ծառայություններ եւ այլն։ Երևանում գրասենյակները բաց են լինելու մինչև 22:00-ն, Երևանում գրասենյակները աշխատելու են 7-օրյա ռեժիմով, այսինքն տարբերությունը մեր հիմիկվա առաջարկած կոնցեպտից, թե ինչ է սպասվում, բավականին մեծ է, տպավորիչ է եւ հանրային ծառայությունների մատուցման նոր ստանդարտ ենք սահմանելու Հայաստանի Հանրապետությունում։ Մարզերում լինելու են մինչև 20 ծառայություններ, դրանք միայն այսպես սպասարկման գործառույթ են իրականացնելու, վարչարության կտորը մնալու է որպես միգրացիա եւ քաղաքացիության ծառայության լիազորությունը։ Եթե անձն առաջին անգամ է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունն է որպես լիազոր մարմին քննելու բնօրինակ փաստաթղթերը։ Մյուս դեպքերում դիմելու է մասնավոր գործընկերոջը։ Նաեւ ցանկանում եմ փառատել բոլոր այն մտահոգությունները, որ առկա են մեր բնակչության շրջանում, թե կարևոր ենթակառուցվածք է արտապատվիրակվում, անձնական տվյալներ են արտապատվիրակվում, անձնական տվյալների պաշտպանության եւ անձի իրավական ինքնության պաշտպանության, իրավական ինքնությունը գողանալու կանխարգելման իմաստով մենք ունենալու ենք բոլորովին նոր ստանդարտ եւ ունենալու ենք բոլորովին նոր որակ։ Ներդրումների փուլը նախատեսված է 18 ամիս, բանավոր պայմանավորվածություն կա, որ առավելագույնը 12 ամսում իրականացնեն կենսաչափական փաստաթղթերի թողարկման ենթակառուցվածքի հիմնման աշխատանքները, թեև մեծածավալ աշխատանքներ են կատարվելու, շինաշխատանքներից մինչև աշխատակազմերի ու ծրագրային համալրումներ։ Ըստ աշխարհում հայտնի սխեմայի, պետությունը մասնավորին է փոխանցում իր հնամաշ ենթակառուցվածքները, որն էլ դրանք վերազինում է, սակայն Հայաստանի դեպքում ամեն ինչ արվելու է գրեթե 0-ից։ Չեմ բացառում, որ որոշ տեղերում մենք նորերը կբացենք, բայց առնվազն 50%-ով ցանցը կկրճատենք։ Վերջնական որոշումը դեռ չենք կայացրել, ըստ էության առաջին տարիներին դեռ կթողնենք թղթային դիմումներ ներկայացնելու պրակտիկան, հատկապես մեր մարզաբնակ տարեց բնակչության համար։ Նոր համակարգի ներդրմամբ չի բացառվում աշխատակիցների կրճատումը, սակայն մասնավոր գործընկերը կպարտավորվի առաջին հերթին դիտարկել այն աշխատակիցներին, որոնք դուրս կմնան ծառայությունից։ Այս ծավալուն գործընթացը ըստ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետի չի խանգարի մինչև 2026 թվականի երկրորդ կիսամյակ համակարգը ներդնել, հաշվի առնելով նաև հարցի կարևորությունը վիզաների ազատականացման գործընթացի տեսանկյունից։ Վարդուհի Արզումանյան, Էդգար Դավթյան, լուրեր։